Եթե փափագում ես աղոթել, մի գործիր այն, ինչ հակառակ է աղոթքին, որպեսզի Սուրբ Հոգին ճանապարհորդի քեզ հետ։ Աղոթքի ժամանակ քո ներսում աստվածությանը տեսք մի տուր և թույլ մի տուր մտքիդ տպավորվելու կերպարանքներով, այլ աննյութին աննյութապես մոտեցիր և իմաստուն կլինես։ Մի ցանկացիր որևէ կերպարանք կամ ձև կամ գույն աղոթքի ժամանակ։ Մի ցանկացիր զգայապես տեսնել հրեշտակների կամ զորություններ կամ Քրիստոսին, որպեսզի ամբողջովին չխելագարվես հովի փոխարեն տեսնելով գայլին և երկրպագելով թշնամի դևերին։ Պատրանքների սկիզբը մտքի սնափառությունն է, որից շարժման մեջ դրվելով միտքը փորձում է ձևով կամ կերպարանքով պարագրել աստվածությունը։ Ես ասացի յուրայիններիս, երջանիկ է այն միտքը, որ աղոթքի ժամին ստացել է կատարյալ և մաքուր անտեսքություն։ Երջանիկ է այն միտքը, որ անզբաղ աղոթելով բարձրացնում է իր անձը դեպի Աստծո առավել փափագումը։ Երջանիկ է այն միտքը, որ աղոթքի ժամին աննյութական և անստացիկ է լինում սրբվելով ամեն ինչից։ Երջանիկ է այն միտքը, որ աղոթքի ժամին կատարյալ անզգայություն ունի երկրի նկատմամբ։ Ինչպես հիվանդ աչքին օգտակար չէ օրը ցերեկով առանց քողի երկար նայել հույժ կիզող արեգակին, նույնպես էլ ախտաժետ և պիղծ մտքի համար ամենևին օգտավետ չէ ահավոր և գերազանց աղոթքի սպասավորությունը, որը պետք է կատարվի հոգով և ճշմարտությամբ, այլ ավելի աստծոցացումն է բարձրացնում իր վրա։ Եթե նրան, ով ընծայով մոտեցավ սեղանին, անկարոտը և անաչառը չընդունեց, մինչև չհաշտվի իր վրա տրտմած մերձավորի հետ, տես որչափ զգուշություն և խոհեմություն է պետք, որպեսզի ինչպես Աստծո խունկ ընդունելի լինենք իմանալի սեղանին։ Մի ուրախացիր նյութական իրերով և նրանց փառքով, ապա թե ոչ մեղավորները կխփեն ոչ միայն թիկունքիդ, այլև երեսիդ, որպեսզի աղոթքի ժամին ծաղրեն քեզ, հրապուրելով և խաբելով տարօրեն խորհուրդներով։ Աղոթքը աղոթք փնտրելով կգտնի, քանզի աղոթքը զգուշություն է, թեև այլ բարի գործեր էլ հետևեն, ինչին և պետք է միշտ ճեպել։ Ինչպես տեսողությունը ամենապատվականն է բոլոր զգայարանների մեջ, այնպես էլ աղոթքը ամենաբարձրն է առաքինությունների մեջ։ Աղոթքի գովեստը ոչ թե քանակն է, այլ որակը, այս են ցույց տալիս աղոթելու համար տաճար բարձրացողները, ինչպես նաև դուք, երբ աղոթքի եք կանգնում, շատախոս մի եղեք և սրա հետ ասված նման խոսքերը։ Քանի դեռ դիտում ես մարմնական համեմատությունները և քո միտքը զննում է հարկերի վայելչությունները, ապա ամենևին չես տեսել աղոթքի ոլորտը, այլ նրա երջանիկ ճանապարհը հեռու է քեզանից։